Խաղացուն սիրելի քրիստոնյա, Տերը օրհնա, եղիր օրհնված։ Նայեք, ասում է, մի ավազան կար, Բեթեսդա էր կոչվում, որը 5 սրահ ուներ։ Ասում նրանցում խիստ շատ հիվանդներ էին պառկած, կույրեր, կաղեր, անդամալույցներ, որ տիրոջ հրեշտակի վայրիշնելուն էին սպասում։ Ժամանակ տիրոջ հրեշտակ երկնքից վայր էր գալիս, ջրի ավազանը շարժում էր եւ ամենաառաջուց ով որ հասներ իրան գցեր ջրի մեջ ինքը բժշկվում էր։ Ինչ հիվանդություններ որ ունենար։ Այդ պահին Հիսուսը մոտենում է այդ վայրը։ Հրաշքա տեղ ունենում, բժշկությունա տեղ ունենում, Հիսուսը մոտենում է այդ վայրը եւ տեսնում է այդ քանի մչից միակ անդամալույց մի մարդու, որը 38 տարի պարկած է եւ մի օգնական չունի։ Եվ մեկը չունի, որ այս մարդուն վերցնի օգնակ գցա ջրի մեջ, որ բժշկվի։ Այսպիսի վիճակն էր ժողովուրդ ջան, տիրում այդ պահին։ Յուրաքանչյուր մարդ ոնց ասած մտածում էր իր մասին, իր բժշկության, իր մասին։ Եվ այդ պահին Հիսուսը մոտենում է այս մարդուն, ասում է՝ ուզում ես բժշկվես։ Հիսուսը մարդու կամքին հակառակ ոչինչ չի անում ժողովուրդ։ Ինքը հարցնում է, տեսնի մարդը ուզում է, մարդը հավատում է, մարդը սպասում է, թե ոչ։ Հիսուսն այսօր քեզ ասում է, ուզում ես առողջ լինես, ուզում ես բժշկվես, հավատում ես, որ Տերը կբժշկա։ Ասում է, այո, ուզում եմ, ասում է, քո հավատքի պես քեզ դինի, վեր կաց մահիճդ արկնա քո տունը, դու բժշկված ես։ Էլ մի սպասիր այստեղից այնտեղից մարդկանցը սուտ կեղծ հրաշների, բժշկությունների կամ էլ ինչ որ մեկը կա քո ձեռքից վերցնա, քեզ տանա, գցա ջրի ավազանը։ Միգուցե դու այսօր տարիներով քո հիվանդության մեջ, քո վախերի մեջ պատված ես։ Լսիր, այդ տարիների մեջ, որ դու այդտենց պարկած ես, հիվանդության մեջ, սկսիր այսօրվանից քայլ անել դեպի Հիսուս Քրիստոսը, սկսիր այսօրվանից բժշկության աղոթք դու քո համար անես, սկսիր այսօրվանից վեր կենաս, համարձակություն, առանց վախերի քայլ անես, աղակես Քրիստոսին, եկեղեցի գնաս, քայլ անես, սկսիր քայլել, մի համակերպվիր, մի հաշտվիր քո այդ հիվանդության, քո այդ ցավի, քո այդ վախերի հետ, մի հաշտվիր, իրան թույլ մի տուր, որ ինքը քո վրան իշխա, քեզ տիրա, քեզ այդ վիճակի մեջ պահա տարիներով, զղջում ապրա, ներողություն խնդրա մեղքի տամար, զորացիր վեր կանգնի ու գնա դեպի Հիսուս Քրիստոս եւ Տերն այսօր քեզ ուզում է բժշկա, այսօր Տերը քեզ ուզում ասա, մահիճդ վեր առ եւ կանգնիր, մահիճդ վեր առ, վերցրա եւ գնա քո տունը բժշկվի Հիսուսի անունով, ժողովուրդ ջան, հավատալա պետք։